Բարի առավոտ, հարգելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ի եթերում բարի լույսն է, եւ ես մեր տաղավարից լավ տրամադրությամբ ձեզ ողջունում եմ եւ մաղթում եմ բարի լույս։ Իսկ դրական ու լավ տրամադրությունը պահպանելու համար ինչ է պետք, իհարկե հետևել մեր առավոտյան ծրագրին։ Եվ այսօր նշեմ, որ Հայաստանում նշվում է ուսանողների եւ երիտասարդների օրը։ Այսօրը հանդիսանում է նաեւ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը։ Ընդգծվում է, որ տոնացույցում ուսանողների եւ երիտասարդների մասնակցությունը սոցիալական, տնտեսական, բնապահպանական եւ քաղաքական հարցերի լուծումը նրանց ստեղծագործական կարողությունների հսկայական ներուժի եւ շնորհների երկրի զարգացման գործընթացում ներգրավելը կնպաստի մեր երկրի առաջընթացին։ Նաև արխիվում թանգարանային գիշերն է եւ հայ Եվրո ժողովուրդների բարեկամության թանգարանը մայիսի 17-ին իր հարկի տակ է միավորելու արվեստը եւ բնությունը, իսկ մենք այդ առիթով ունենալու ենք շատ հետաքրքիր հյուր, խոսելու ենք գեղանկարիչ պրոֆեսոր Սամվել Սևադայի հետ, քանի որ այս տարի նրա ցուցահանդեսն է լինելու թանգարանում, իսկ մինչ մեր հյուրի ներկայացնելը առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ եւ չփոխեք հեռուստալիքը, քանի որ մեր զրույցը լինելու է շատ հետաքրքիր։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ ինչպես հաղորդման սկզբում նշել է, արխիվում թանգարանային գիշերն է եւ հայ Եվրո ժողովուրդների բարեկամության թանգարանը մայիսի 17-ին իր հարկի տակ կմիավորի գույնը, գեղարվեստը եւ ժամանակը։ Մեծարելու Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ պրոֆեսոր Սևադա արտ ստուդիոյի հիմնադիր եւ ղեկավար Սամվել Սևադային։ Նրա գեղանկարչական ստեղծագործությունները ներկայացված են Կույսի համաստեղություն խորագրով։ Ցուցադրությունը նվիրված է նրա 75-ամյակին, ինչպես նաև Աբովյան քաղաքում նրա 50-ամյա ստեղծագործական եւ աշխատանքային գործունեությանը։ Այդ պատճառով այսօր մեր տաղավարում հյուրընկալել են գեղանկարիչ պրոֆեսոր Սամվել Սևադային։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շշմելու լավ։ Շնորհակալ ենք, որ այս բուրըն գործունեության ընթացքում ժամանակ տաք, հյուրընկալեցիք մեզ։ Մի փոքր կպատմեք, ինչպես ստեղծվեց ցուցադրության գաղափարը եւ խորագիրն նույնպես հետաքրքիր է, Կույսի համաստեղություն, նաեւ խորագրի պատմության մասին մի փոքր պատմեք եւ նաեւ ասեք, թե ինչու է հենց ընտրել հայ Եվրոս բարեկամության թանգարանը, որպեսզի հենց այնտեղ իրականացվի ցուցադրությունը։ Կույսի համաստեղությունը շատ երկար բացատրելու կարիք չկա պատմելու, որովհետև դա ուղղակի իմ համաստեղությունն է, որի տակ ես ծնվել եմ, այդքան է բավական էր, որպեսզի ես սիրեմ այդ համաստեղությունը, տեր կանգնեմ, այսինքն այդ համաստեղության տակ ծնվածների բնավորության գծերը, տեսակը, մարդկային բան եւ այլն, ես կարծում եմ, որ այն ինչ որ գրվում է, այն ինչ որ չինական կամ ճապոնական հորոսկոպներում, բաներում կա, որոնք ես մի քիչ հավատում եմ դրանց, համապատասխանում է իսկապես իմ բնավորությանը, իմ վարքին, իմ կեցվածքին, ամեն ինչով, այդքան ինքը սիրուն է հնչում, դրա համար ես իմ բանաստեղծությունների գիրքն էլ է կոչվում Կույսի համաստեղություն եւ որոշեցի այս ցուցահանդեսն էլ այդպես անվանել, դրանից շատ բան չի փոխվում, ցուցահանդեսը լրիվ ուրիշ բանի մասին է, ընդհանրապես կապ չունի, իսկ գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ որ արդեն մոտենում էր իմ ծննդյան ժամանակը այսպես կոչված 75 տարի հետո ես արդեն նախապես որոշել էի ու մտածում էի դրա մասին, որ Աբովյան քաղաքում հատկապես պետք է առաջին մեծ ցուցահանդես անեմ գեղանկարչական աշխատանքների, բայց այնպես է ստացվել, որ այն թանգարանը, որտեղ որ ես ցուցադրվելու եմ, ցուցահանդեսը բացվելու է վաղը, շաբաթ օրը, այդ թանգարանում վերջին ցուցադրությունը դարձել ես եմ արել, հետաքրքիր բան է, մի քիչ տարօրինակ է, բայց այդպես են դասավորվել բաները, իրադարձությունները, երբ որ 89 թվականին, 1989 թվականին դեռ սովետական միություն էր եւ այդ թանգարանի մեծ դահլիճում պատկերասրահում ես ցուցահանդես արեցի, նախքան Ամերիկայի Միացյալ Նահանգները մեկնելս ընտանիքով այդ ցուցահանդեսից հետո այլևս այդ դահլիճը ցուցահանդես չի ունեցել, մեկ էլ հիմա վաղը պետք է էլի բացվի, դարձել իմ ցուցահանդես, այսինքն 36 տարի հետո նորից իմ ցուցահանդեսն է լինելու, բայց այս անգամ բոլորովին ուրիշ գործեր են, այն ցուցահանդեսից 4-ը գործ է, քանի որ ցուցահանդեսը կոչվում է ռետրոսպեկտիվ, այսինքն հետահայաց,
ես հատուկ եմ դա որոշել, որպեսզի այդ անցած տարիները Երևան է ցուցահանդեսում իմ կյանքի անցած ստեղծագործական տարիները։ Իսկ դե նկարները շատ չի մնացել հին ժամանակներից, քանի որ մեծ բոլոր նկարները տեղափոխվեցին իրեն ժամանակ Միացյալ Նահանգներ, այնտեղ վաճառվեցին կամ ասենք ուրիշների մոտ է։ Ինձ մոտ շատ քիչ նկարներ են մնացել հնուց, որոնք այս ցուցահանդեսում էլի ցուցադրվելու են, իսկ մնացած 80 գործեր, 86 գործ է ցուցադրվելու, որից 6-ը հին ժամանակվա, մոտ 50 տարվա վաղեմության աշխատանքներ են, մնացածը արդեն տարբեր տարիների մինչև այսօր։ Իսկ կան նկարներ, որ դեռ հանրությանը հասանելի չի եղել, ականատես չեն եղել, հենց ցուցադրության օրն են նրանք տեսնելու։ Շատ նկարներ, մեծ ցուցահանդեսի մեծ մասը անծանոթ են ընդհանրապես հասարակությանը, մի մասը մի քանի նկարներ ցուցադրվել են նկարիչների միությունում, տարբեր ցուցահանդեսներին, բայց մնացած բոլոր գործերը, շուրջ 80 գործ, լրիվ նորություն է եւ բոլորը կտավներ են, ցուցադրվում է ցուցահանդեսում, գրաֆիկական աշխատանքներ չեն ցուցադրում եւ դրանից հետո ցուցահանդեսը, որը տևելու է մինչև մայիսի 31-ը ներառյալ, մինչև հունիսի 1-ը, այդպես ասենք, եւ դրանից հետո տեղափոխվելու է Գյումրի, իմ ծննդավայրը, որտեղ ես ավարտել եմ դպրոցը, սովորել եմ, եւ դրանից հետո ցանկություն ունեմ ցուցադրվել նաեւ Վանաձորում, պայմանավորվածություն ունեմ, հենց 3 պայմանավորվածություն ունեմ արդեն Գորիսի պատկերասրահի հետ։ Մի խոսքով այդպեսի շրջիկ հետաքրքիր վերջում Երևանում կբացեմ արդեն, մայրաքաղաքը թողել եմ վերջում, էլի, այսինքն նկարիչների միության մեծ պատկերասրահում այնտեղ կունենամ ցուցահանդես։ Դրանից հետո Աստված մեծ է, չգիտեմ, էլ չկլինի դրանից հետո արդեն 76 տարեկան եմ դառնում։ Նաև նշեցիք ձեր խոսքում, որ այս ցուցահանդեսը կարծես հետհայաց բնույթ ունի։ Երբ որ հետհայացք եք նետում ձեր անցած ուղուն, ինչ փոփոխություններ եք նկատում եւ այս տարիների ընթացքում ինչպես է փոխվել ձեր ստեղծագործական ոճը, ձեր մտածելակերպը։ Շատ սիրուն հարց եք տալիս, որովհետեւ այդ հարցը ինձ ոչ մեկը չի տվել։ Այդ ոճի փոփոխության բան եւ այլն։ Ընդհանրապես մի բան կարող եմ ասել, սովորաբար ընդունված է, որ ասում են, այս մարդը այս իր ոճի մեջ է։ Եվ միշտ կրկնվում է այդ մարդը։ Նայում ես, տեսնում ես 25 տարեկանում ոնց նկարել է, 60-70 տարեկանում էլ այդ նույն ոճով է նկարում։ Նկարների ցուցահանդեսի ժամանակ քեզ թվում է, թե մի հատ մեծ կտավի վրա նկարել է, հետո կտրտել, կպցրել է տարբեր ռամկաների վրա ու կախել է, որը չգիտեմ, ինձ համար դա անհասկանալի է, ես չեմ սիրում դա։ Մարդը փոփոխվում է տարիների ընթացքում, ժամանակի ընթացքում, իրադարձությունների հետ կապված, դիպվածների հետ կապված, մարդը փոփոխություններ է կրում, բնականաբար իր վարքն էլ է փոխվում, իր տեսակն էլ է փոխվում, մտածելակերպն է փոխվում, որովհետև գեղանկարչությունը ինչ է, մտածելակերպի արդյունք է, երևակայության արդյունք է, եթե երևակայությունը քարասած չի, փոխվում է ժամանակի ընթացքում, փոխակերպվում է նաև քո ստեղծագործությունը, քո ոճը նաև էլի, այնպես որ ես միշտ սիրել եմ այդպես տարբեր ոճերի մեջ աշխատել, դեռ երիտասարդ ժամանակ ազդեցություններ էի կրում, բնական է, ինչպես բոլոր նկարիչները, օրինակ ասենք սյուրռեալիստական նկարչությունը, Սալվադոր Դալիի նկարչությունից էի շատ ոգևորվում, հետաքրքիր գործեր էի անում այդպես գոնե այն ժամանակ, դրանցից 1-2-ը կա այս ցուցահանդեսում, հետագայում կամաց զտվեց, մաքրվեց ամեն ինչը, մնացի ես տակը, ինչ որ մնացել եմ, հետո բերել եմ ցույց տալու ստեղ աբովյանցիներին եւ ոչ միայն աբովյանցիներին, որտեղ այս ցուցահանդեսը վաղը որ լինելու է հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում Աբովյան քաղաքի, դա այդ ցուցահանդեսի շատ հյուրեր կլինեն դրսից, նաեւ մայրաքաղաքից, ուրիշ քաղաքներից, ուրիշ շրջաններից Հայաստանի շատ մարդիկ են ցանկություն հայտնել գալ եւ ես ուրախ կլինեմ, որ վաղը շատ մարդիկ երկար տարիների բացակայությունից հետո նորից կհանդիպեն իրար, ասենք նաեւ աբովյանցիները, որոնք դրսում են հիմա, նրանք էլ են գալու, օրինակ ասենք Թովմաս Պողոսյանը, որը շատ հայտնի ուրեմն աշխուղական դպրոցի հիմնադիրն է Հայաստանի եւ այլն։
եւ շատ ուրիշ աբովյանցիներ կլինեն, որոնք որ վաղը կգան այստեղ իրար կտեսնեն, որ վաղուց իրար չեն հանդիպել։ Կլինեն շատ մտավորականներ հայտնի վաղվա ցուցահանդեսի բացմանը։ Դրա համար կուզենամ, որ աբովյանցիները գան իրար տեսնենք, ես նույնիսկ այստեղ հին աբովյանցիներից մի քանիսին արդեն հանդիպել եմ, խնդրել եմ, որ ներկա լինեն, գան ցուցահանդեսի բացմանը, իրանք էլ մեծ ուրախությամբ գալու են, այնպես որ շատ հետաքրքիր կլինի ցուցահանդեսի բացումը, ես էլ անհամբեր սպասում եմ, որովհետև շատ մարդիկ կան, որոնց որ շատ վաղուց չեմ տեսել եւ շատ կուզենամ հանդիպել, տեսնել, խոսել, զրուցել։ Ամեն նաեւ ինչի՞ չէ, կան շփվեն արվեստի հետ, շփվեն իրար հետ, ի՞նչ է նշանակում ցուցահանդես։ Ցուցահանդեսը այսպես ժողովրդական լեզվով ասած մի տուսովկա է, որտեղ մարդիկ գալիս են նաև իրար տեսնելու։ Դա ցուցահանդեսը առիթ է դառնում, որ մարդիկ իրար տեսնեն, իրար հետ խոսեն, շփվեն իրար հետ, ծանոթանան, նույնիսկ նոր ծանոթություններ կլինեն անպայման։ Օրինակ ասենք նկարները կախելու process-ում երեք իմ ընկերներից որոշ մարդիկ եկել են դե օգնելու ինձ նկարները հետ կախելու, այդ էքսպոզիցիան անելու ընթացքում եւ մարդիկ իրար հետ ծանոթանում են, ես տեսնում եմ որ իրար հետ ծանոթանում են, արդեն իրար հեռախոս են փոխանակում, մեկ էլ Facebook-ում տեսնում ես արդեն իրանք իրար հետ շփվում են եւ շատ հաճելի է, դառնում է ցուցահանդեսը այդպիսի բան է, ասենք մենակ դու քեզ չես ցույց տալիս էլի, իսկ դա նաեւ շատ ուժեղ ստիմուլ է մարդկանց համար, ես հիշում եմ որ երիտասարդ էի երիտասարդ չէ, նույնիսկ պատանի էի, ես Գյումրի Լեննականի ժամանակ նկարչական դպրոցում էի սովորում, հայտնի Մերկուրովի անվան, եւ մեր դպրոցում ցուցահանդեսներ էին բերում, այն ժամանակ էլ Գյումրիում պատկերասրահ չկար, բերում են մեր դպրոցում էին կախում, ասենք հայտնի նկարիչների գործեր, բաներ եւ այլն, իրանք էլ էին գալիս եւ մեր համար դա երևույթ էր այդ ցուցահանդեսներին գնալը, մասնակցել, տեսնել այդ մարդկանց հետ շփվել։ Ես հիշում եմ, որ առաջին անգամ մեր դպրոց եկավ Մարտիրոս Սարյանը, մենք երբ փոքր տղեկ էինք, ոնց էինք իր շուրջ բոլորը պատրաստվում էինք, շփվում էինք, հետո ուսանողական տարիներին արդեն առիթներ էր լինում, որ նույնիսկ իրանց հետ նստում էինք սրճարաններում նույն սեղանի շուրջը եւ շփվում էինք։ Եվ այս ցուցահանդեսները, բաները այդպիսի առիթներ են դառնում, որ մարդիկ սկսում են մեկը-մեկի հետ շփվել եւ մտերմանալ։ Այդ իմաստով շատ լավ է, էլի։ Նաև դուք երկար տարիներ աշխատել եք Աբովյանում, ձեր գործունեությունը Աբովյանում եք ծավալել։ Աբովյան քաղաքը ձեր գործունեության վրա ինչ ազդեցություն է թողել։ Երբ որ ես ավարտեցի ակադեմիան ու եկա Աբովյան, շատ, այսպես ոնց ասեմ, վառվռուն երիտասարդ էի շատ ու տեղս չէի գտնում, ուզում էի անընդհատ ինչ-որ բաներ անել, ինչ-որ բաներ ստեղծել, բայց այդ ժամանակ ոչ արվեստանոց ունեի, ոչ մի բան էլ չունեի։ Եվ որպես հանրակացարանում ապրած ուսանող էի, էլի, որ ավարտել եկել էի եւ արդեն երբ որ դարձա նկարչական դպրոցի տնօրեն, ավելի կրակով էի սկսում աշխատել, ինձ արվեստանոց տվեցին Աբովյանում եւ դպրոցում էլ ունեի արվեստանոց իհարկե եւ հետո բնակարան տվեցին, արդեն դարձա իսկական աբովյանցի եւ Աբովյանը զարմանալի քաղաք է, շատ լավն է։ Այն ժամանակվա երիտասարդ Աբովյանը հիմա արդեն 50-60 տարեկան քաղաք է դարձել եւ չնայած դրան, բայց էլի երիտասարդ է, շատ պայծառ քաղաք է եւ այսօր պետք է ասեմ, որ ես միշտ շատ հաճախ շաբաթ, այդպիսի շաբաթ չկա, որ ես չգամ Աբովյան Երևանից։ Գալիս եմ, շրջում եմ այդ կենտրոնում կամ ասենք բարձրանում եմ Կապտավանք, Պարտադիր իմ սիրած եկեղեցին է շատ, որտեղ տարվա ընթացքում ես մի 30-40 անգամ բարձրանում եմ այնտեղ։ Եվ շրջում եմ Աբովյան քաղաքում, ընկերներ ունեմ այստեղ շատ, որոնց հետ շփվում եմ բան, եւ քաղաքը գնալով ավելի է գեղեցկանում եւ պետք է ուղղակի ուզում եմ լավ խոսքեր ասեմ քաղաքի ղեկավարության հասցեին, քաղաքապետարանի, որ այսպես լավ տիրություն են անում այս քաղաքին, լավ քաղաքը միշտ պայծառ է, մաքուր է, զգում ես, որ տեր կա այս քաղաքին եւ դա շատ լավ է, շատ սիրուն է։ Աբովյանը շշմելու քաղաք է։ Ու վաղվա իմ ցուցահանդեսը մի հատ հետաքրքիր փոքր նվեր է այս քաղաքին իմ կողմից եւ շատ կուզենամ, որ աբովյանցիները, որոնք որ հիմա մեզ լսում են,
վաղը կազմակերպված ընտանիքներով կան, եթե չի ստացվի վաղը գալ ցուցահանդեսի բացման հնարավորությանը, ուրեմն ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 31-ը, մինչև հունիսի 1-ը, այնպես որ կարող են ուզած ժամանակ գալ Աբովյանի հայ եվրո ժողովրդների բարեկամության թանգարանի պատկերասրահ, նայել իմ ստեղծագործությունները, շփվել, այդպես։ Իսկ ձեր ցուցադրության մեջ որ աշխատանքներն կհամարեք ավելի գլխավոր առանցքային եւ նրանք ինչ ուղերձ ունեն ձեր աշխատանքներով մարդկությանը ինչ եք ցանկանում փոխանցել, ինչ խորագիր ունի։ Իմ աշխատանքներում ամեն տեսակի բաներ կան, եւ դիմանկարներ կան, եւ տեսարաններ կան, եւ կոմպոզիցիոն թեմատիկ գործեր կան։ Ես բոլորը չկարողացա ճիշտ ասած տեղափոխել Աբովյան, որովհետեւ չափով մեծ կտավներ ունեմ շատ, որոնք մեքենայի մեջ դժվար էր տեղափոխելը, ստիպված դրանք դուրս մնացին, բայց անկախ դրանից մեծադիր կտավները շատ կան, թեմաները տարբեր են, բայց այն ինչ որ ես ցանկացել եմ այդպես ասած առաքել ցույց տալ աբովյանցիներին ներշնչել, դա նույնս Լուիսն է, Լուիսի գաղափարը, որ ինձ համար, քանի որ ես լուսանկարչությամբ եմ չի զբաղվում շատ եւ դասավանդում եմ համալսարանում լուսանկարչություն, գեղարվեստական լուսանկարչություն։ Այդ Լուիսի գաղափարը ինձ որ միշտ ամբողջ կյանքում հետապնդել է Լուիսի առեղծվածը։ Թե Լուիսը ինչ է բերում իր հետ լուսանկարչության մեջ եւ ոչ միայն լուսանկարչության, այլև կյանքում եւ հատկապես գեղանկարչության մեջ։ Իսկ դա հետաքրքիր առեղծված է, որը միշտ բացահայտելու կարիք ունի, ամեն մի նկարը մի բացահայտում է Լուիսի առեղծվածի, երբ որ դու փորձում ես Լուիսը դարձնել նկարչություն։ Իսկ լուսանկարչական աշխատանքներ կան, որ ներգրաված են նաև ցուցահանդեսում, թե միայն գեղանկարչական աշխատանքներն են։ Միայն գեղանկարչական 86 կտավներ են կախված այս ցուցահանդեսում, ոչ մի ուրիշ բան չկա եւ հատուկ մտածված այդպես եմ արել, որ մաքուր գեղանկարչություն ցույց տամ ես անգամ իսկ լուսանկարչական ցուցահանդեսներ վերջի տարիներին շատ արեցի ես եւ աշխարհի շատ տարբեր երկրներում, Միացյալ Նահանգներում, եվրոպական երկրներում եւ գեղանկարչական ցուցահանդեսներ եմ արել իհարկե, օրինակ Մոսկվայում մեծ ցուցահանդես արեցի նկարչի կենտրոնական տանը Մոսկվայի եւ շատ մոտ 30,000 մարդ մասնակցեց դիտեցին իմ աշխատանքները համաձայն այդ նկարչի տան ղեկավարության տվյալների եւ ռուսական կենտրոնական մամուլը շատ մեծ արձագանք տվեց այդ ցուցահանդեսին իմ որի համար շատ ուրախ եմ որ դա էլ մի լրացուցիչ ստիմուլ է դառնում արվեստագետի համար որ այս տեսակ հաղորդումները բաները մի տեսակ պատասխանատվություն են առաջացնում մարդու մոտ, որ շարունակի ստեղծագործել ճիշտ ձևով եւ ընդհանրապես արվեստագետի վարքը, կեցվածքը, քաղաքացիական նաեւ, որը շատ կարեւոր եմ համարում ես։ Նու շատ նկարիչներ, արվեստագետներ կան, որ ասենք գերադասում են այդպես առանց են ինքը իր համար, շատ նույնիսկ ասում են, ես չեմ ուզում ցուցադրվեմ ինձ հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր որ ես նստեմ նկարեմ ինձ համար։ Դա էլ է ձև, դա էլ է մտածելու ձև, դա էլ է ապրելու ձև։ Ես այդպես ինչ եմ, ես սիրում եմ որ այն ինչ որ ես անում եմ, ուրիշներին էլ կարողանամ դրանով ուրիշներին օգտակար լինել, այդպես ասեմ, հարամցնել, ցույց տալ։ Մարդիկ դրանից ոգևորվում են։ Այդպես է, ես որ օրինակ գնում եմ ուրիշ նկարիչների արվեստանոցներ, տեսնում եմ թե ոնց է աշխատում բան եւ այլն, մի տեսակ ոգևորված գալիս եմ որ ես էլ նկարեմ, միշտ այդպես է եղել։ Եվ գիտեմ որ բոլորի մոտ է դա այդպես։ Իմ արվեստանոցը դե բաց է բոլորի համար, շատ մարդիկ են գալիս, ես լավ արվեստանոց ունեմ Երևանում, շատ հյուրեր եմ ունենում միշտ դրսից եւ դե աշակերտներ էլ ունեմ շատ, որոնք որ ինձ մոտ նկարչություն են սովորում, ուսանողներ ունեմ շատ, որոնց հետ շփվում եմ ամեն օր, ես այդպես շարժման մեջ եմ։ Եվ ժամանակ եմ գնում 24 ժամ ես աշխատում եմ, նկարում եմ, ստեղծում, գրում եմ, բանաստեղծությունների գրքեր եմ հրատարակում։
Իսկ այս տարվա ցուցահանդեսից ինչ սպասելիքներ ունեք, ինչով է դա տարբերվելու նախորդ տարիների ցուցահանդեսներից եւ քանի որ դուք նախկինում երկար ժամանակ եղել եք նաեւ հայ եւ ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրենը, ինչպես կգնահատեք նաեւ թանգարանների այս պահին վիճակը, ինչ հետաքրքրվածություն կա, ինչպես կգնահատեք նաեւ ձեր աշխատանքների վիճակը, արդյոք նկատում եք հետաքրքրվածություն մարդկանց միջև կրկնապատկվել է այցելությունները։ Գիտեք, ես նախ խոսենք ես մեր թանգարանի մասին, որ ասեմ, որ թանգարանը, որ արդեն ստեղծվել է ուրեմն 1980 թվականին, այդ ժամանակ է ստեղծվել այդ թանգարանը, եւ հենց այդ ժամանակ էլ ինձ նշանակել են այդ թանգարանի տնօրեն, եւ 5 տարի ես աշխատել եմ այդ թանգարանում 80-ից մինչեւ 85 թիվը, որից հետո մշակույթի վարչության պետն է Աբովյան քաղաքի։ Իսկ թանգարանը այդ ընթացքում բավականին փոփոխություններ ա կրել, բավականին ղեկավարությունն է փոխվել թանգարանի շատ ընթացքում մինչև այսօրվա օրը կարծեմ մոտ մի 10 հոգի տարբեր տարիներին թանգարանը ղեկավարել են, աշխատել են։ Թանգարանը չի փակվել, բայց որպես այդպեսին շատ ակտիվ չի գործել։ Ինչքան որ ես գիտեմ, ուշադիր եմ, տեղյակ եմ, բայց հիմա թանգարանը ունի նոր ղեկավար եւ երբ որ ես մտնում եմ թանգարան, զգում եմ, որ փոփոխությունը, զգում եմ շունչը նորովի, զգում եմ, որ ղեկավարը անձամբ շատ շահագրգռված է եւ հետո կան օգնող նաեւ այդպես ասած մարմիններ, որոնք որ կազմակերպություններ, որոնք որ անձամբ օգնում են թանգարանը, որպեսզի կայանա, օգնում են թանգարանի տնօրենին, որպեսզի ավելի լավ կարողանա շարունակել աշխատանքը, շատ լավ գործ արվում հիմա։ Զգում ես, որ լրիվ փոխվել է թանգարանի աշխատանքի ոճը։ Եվ իրանք էլ հենց ինձ առաջարկեցին ցուցահանդես բացել եւ ես ուրախացա դրա համար, որովհետեւ դա ինձ համար շատ թանկ քաղաք է Աբովյանը, կուզենայի հենց Աբովյանում ցուցադրվել եւ այդպես էլ արեցինք։ Այնպես որ այս թանգարանը այսօր շատ մի լույսի կենտրոն է, որտեղ պետք է ձգտեն հատկապես գոնե որ Աբովյանի շրջանի, ասեմ, շրջակա Աբովյանի համայնքը, որը նաև ներառում է իր մեջ նաև բազմաթիվ գյուղեր, բացի Աբովյան քաղաքից։ Դա պետք է լինի մի լուսավորության կենտրոններից մեկը, թանգարանը, որտեղ պետք է աշակերտները, դպրոցականները, ուսանողները գան, ուսումնասիրեն այդ պատմությունը, տեր կանգնեն մեր քաղաքին, մեր երկրին, իմանան երկրի պատմությունը, իմանան այդ կապերը հայ-ռուսական կամ ասենք միջազգային այդ բոլոր բաների մասին։ Թանգարանը ինքը դասերակցական կենտրոն է եւ ես ուզում եմ մաղթեմ այդ թանգարանի երկարակեցություն եւ իհարկե Աբովյան քաղաքին, Աբովյանի քաղաքացիներին ուրախ ապրեն եւ վաղը գանեմ ցուցահանդեսին։ Նաեւ այս տարի թանգարանների խորագիրը լինելու է ապագան արագ փոփոխվող համայնքներում, նաեւ ձեր կարծիքը այս համատեքստում, արդյոք թանգարանները կարողանում են համակերպվել այս արագ փոփոխվող պայմաններին, ինչ նոր նախաձեռնություններ են արվում եւ արդյոք հետաքրքրվածությունը մեծանում է նաեւ այցելուների շրջանում թանգարաններ։ Շատ լավ հարց եք տալիս, այն իմաստով որ թանգարանները համարվում են մինչև հիմա թանգարանները այդպես համարվել են ոնց որ մեռած կետեր, որտեղ որ հին բաներ են ցույց տալիս, մարդիկ գնում են այդպես լուր, այդ հին հնությունների հետ են շփվում, բան եւ այլն, եւ դա կոչվում է թանգարան։ Բայց հիմա լրիվ նորովի են թանգարանները աշխատում ամբողջ աշխարհում եւ Հայաստանում էլ արդեն շատ լավ շարժում կա, ոչ միայն այս մեր թանգարան Աբովյանի, այլև սկսած պատմության թանգարանից, սկսած պետական պատկերասրահից եւ մի շարք բոլոր այն թանգարանները, որոնք որ իսկապես արդեն գիտակցում են թանգարանային գործի կարևորությունը, արդեն սկսում են նոր շունչ են ստանում, նոր աշխատավոճ են ձեռք բերում եւ թանգարանը արդեն կամաց-կամաց վերածվում է այդ մեռյալ կետից, վերածվում է ավելի շարժուն, ավելի դինամիկ, ավելի այդպիսի կենտրոնների, որտեղ որ պետք է մարդիկ ասենք գնան, շփվեն, մտնեն, դուրս գան, ծանոթանան, հասկանան, իրար հետ շփվեն, նույնիսկ թանգարաններ կան, որտեղ որ արդեն սկսում են ասենք խմբակներ գործել, որտեղ մարդիկ կարող են գնալ ասենք նկարել,
կամ ասենք ուրիշ տեսակի պատմական զեկույցներ լսել բան եւ այլն։ Այդ իմաստով շատ փոխվել է թանգարանը, ոչ թե մենակ ես մեր թանգարանը, այլև ընդհանրապես ամբողջ աշխարհում թանգարանային գործը վերափոխվել, վերանայվել է եւ մենք էլ պետք է հետ չմնանք էլի այդ բանից։ Եվ հուսով եմ, որ մեր թանգարանը ավելի շատ գնալով ավելի նոր շունչ կստանա եւ արդեն շատ նկարիչներ կցանկանան նաեւ ցուցադրվել այդ պատկերացը։ Արդեն երբ որ ես Facebook-ում բանում տեղադրել էի այդ թանգարանի իմ նկարներն արդեն կախված այդ պատերից բան, նկարիչները անմիջապես սկսեցին ինձ հարցնել, «Էս ի՞նչ դալիճ է», ասում են։ Ինձ զանգեցին արդեն, ասում են, «Սա մեծ ի՞նչ դալիճ է այդ բանը, Աբովյանում, արդեն սպոտլայթերով, բաներով լույսերը նկարների վրա գցած, շքեղ դալիճ մեծ լուսավոր, վերևից էլ բան ունի, զենիթային այդ լուսավորություն ունի, ցերեկային լույսը վերևից ընկնում է թանգարանի պատերին, շշմելու թանգարան է։ Այդ պատկերասրահը դուք պատկերացնում եք, որ 40 տարի առաջ սարքվել է, մինչև հիմա չի գործել։ Եվ հիմա արդեն պետք է արդեն Հայաստանի բոլոր նկարիչները կուզենան գանեն։ Դուք առաջին քայլը արեցիք։ Այո, ես առաջին քայլը արեցի, վարակը գցել եմ արդեն։ Իսկ բացի այս մայիսի 17-ին տեղի ունեցող ցուցահանդեսից, որը մինչև հունիսի 1 ասացիք Մայիսի 17 չի, վաղը։ Վաղվանից, այո։ Այս տարի նախատեսվում են այլ ցուցահանդեսներ եւ այլ գործեր, որ կան ուղղություններ, որոնք ցանկանում եք աշխատել այդ ուղղությամբ, բայց դեռ չեք զբաղվել նկարչական, գեղանկարչական ուղղությամբ։ Կոնկրետ իմ մասին է խոսքը։ Դե ես բան եմ, շատ դինամիկ օրգանիզմ եմ, ես ուսանողների հետ աշխատում եմ, հենց հիմա ուսանողների ցուցահանդեսը հենց հիմա բացված է Գորիս քաղաքում, որին ես էլ եմ մասնակցում։ Իրանց գործերով, իրանց լուսանկարչական մեծ գործերը տպագրված տարել ենք, ես իմ ուսանողների հետ պարտադիր անձամբ մասնակցում եմ այդ ցուցահանդեսներին, որպեսզի ավելի հետաքրքիր լինի, էլի։ Որից հետո էլի պայմանավորվածություն ունեմ Իջևանում ցուցահանդես։ Այդպես գործող օրգանիզմ ենք, էլի անընդհատ աշխատում ենք, որ շրջաններում հատկապես ես շատ եմ սիրում։ Նույնիսկ մի քանի տարի առաջ ես փորձեցի զինվորական տեղամասերում զինվորների հետ շփվելու, որ իրանց կյանքն էլ հետաքրքիր դարձնելու համար, ասենք ինչ-որ չափով ստեղծագործական ցուցահանդեսներ տանել շրջիկ։ Ասենք մի ցուցահանդես գնում է զինվորական մի տեղամաս, որտեղ զինվորներ են, իրանց համար հետաքրքիր, ասենք, զրույց, հանդիպում, բան եւ այլն։ Հետո ես շատ սիրում եմ հանդիպումներ եմ կազմակերպում ուսումնարաններում, այն սերնդի հետ, որոնք որ նոր արդեն քիչ է մնացել, պետք է կյանք մտնեն, էլի։ Այո։ Այդպես։ Շատ շնորհակալ ենք, պարոն Սևադա, հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ նորանոր ցուցադրություններ։ Ես էլ եմ շատ շնորհակալ եւ թույլ տվեք նորից մեկ անգամ եւս կրկնենք, որ վաղը մայիսի 17-ին ժամը 4-ին ցերեկը Աբովյանի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում կբացվի իմ ցուցահանդեսը, որտեղ ես ներկայացնում եմ 86 գեղանկարչական աշխատանքներ եւ սիրով հրավիրում եմ հատկապես աբովյանցիներին եւ ընդհանրապես Աբովյանի համայնքի ժողովրդին։ Շնորհակալ ենք։ Ես սիրելի հեռուստադիտողներ հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք գեղանկարիչ պրոֆեսոր Սամվել Սևադայի հետ, նշեմ նաև, որ յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում համախմբվում են մեկ խորագրի շուրջ, ներառելով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով եւ կրթական ծրագրերով, ընդգծելով թանգարանների դերը հասարակության ներդաշնակ եւ կայուն զարգացման գործընթացում։ Ծրագրին միացած է 100-ից ավել թանգարաններ, որպես մշակութային երկխոսության հարթակներ, բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առաջ, մեկ անգամ եւս վերահաստատելով թանգարանների կարևոր առաքելությունը նորօրյա մարտահրավերների դիմագրավման եւ մշակութային ժառանգության պահպանման ձևավորման համատեքստում։ Այս տարի մայիսի 17-ի ժամը 11:00-ից մինչև 24:00 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին թանգարանների հիմնական ցուցադրության ժամերին։ Եվ մեր այսօրվա հաղորդումը ամփոփելով նշեմ, որ Բազելում կայացավ Եվրատեսիլ 2025-ի երկրորդ կիսաեզրափակիչը Հայաստանի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների թվում է եւ մեր երկրից բացի եզրափակիչ փուլ են անցել Լիտվան, Իսրայելը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալթան եւ Հունաստանը։ Եվրատեսիլ 2025-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին։ Իսկ այսօրվա համար մենք նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում եմ
հաճելի հանգստյան օրեր, մենք կհանդիպենք երկուշաբթի։